Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Կուզեմ այսօր խոսել, թե ինչ կատարվեց մեր քաղաքական դաշտում այս վերջին 5 տարում։ Իհարկե, փորձելու եմ հակիրճ պահել, որովհետև բազմիցս ենք խոսելու, բնականաբար էլի խոսելու ենք։ Ուղղակի կուզեմ կարճ ներկայացնել, թե իմ կարծիքով ինչ կատարվեց, որովհետև տեսնում եմ, թե այս վերջին կրկեսային քարոզարշավների ու կեղծ ընտրություններից հետո ինչ մեծ հիասթափություն է մեր ազգը նորից ապրել, որովհետև նորից հույսեր էին փայփայում այս կեղծ ընդդիմության նկատմամբ ու առհասարակ այս ամբողջ փտած համակարգի նկատմամբ։ Մի քիչ պետք է հետ գնանք եւ իհարկե տեսնենք, թե ինչ կատարվեց 2020 թվականի 44 օրյա դավադիր պատերազմից հետո։ Ինչպես հիշում ենք, այն ժամանակ մեծ զայրույթ կար այս իշխող դավաճանական իշխանության դեմ ու դա արդարացի էր, որովհետև բնականաբար նրանք մեր թշնամիների հետ համագործակցելով մեզ տարան դեպի խայտառակ պարտության։ Ու մենք տեսանք, որ այդ ժամանակ ինչ որ հնարավոր էր մի նոր ալիք ստեղծվեր, մի ազգային ինչ որ ալիք այդ պահը կար։ Իհարկե կային ուժեր, որոնք, ինչպես տեսանք, փորձեցին այդ ամենը մարել։ Դրա համար առաջ բերեցին իրենց կեղծ ընդդիմությանը, այդ 17 կուսակցությունները, ինչպես հիշում ենք, որոնք միացել էին ու պահանջում էին Գերագույն դավաճանի հրաժարականը, բայց իհարկե նրանք շարունակելու էին նույն պարտվական քաղաքականությունը, էապես ոչինչ չէր փոխվելու։ Ու ինչպես հիշում ենք, այդ 21 թվականին տեղի ունեցավ ընտրություններ ու եկավ այդ ռուսոֆիլ օլիգարխը եւ ստեղծեց իր հույսասպան դաշինքը։ Իհարկե Հայաստան դաշինք է կոչվում, բայց իրականում պարզվեց, որ հույսասպան դաշինք է, որովհետեւ մարդկանց մեջ հույս արտնասնելու փոխարեն սպանեց այդ հույսը։ Այսինքն Հայաստանը նորից ոտքի հանելու հույսը լրիվ տվեց սպանեց։ Ու հենց դա էր իր նպատակը։ Նա փաստացի օրինականացրեց Գերագույն դավաճանի կատարած մեծ դավաճանությունը Արցախի նկատմամբ նրա հետ ընտրությունների գնալով ու ինչպես հիշում եք այդ 21 թվականին ձևավորվեց ազգային ժողովը, այդտեղ կար հույսասպան դաշինքը, կար պատիվ չունեմը ու կար այս քեմալական պատգամավորները, այսինքն այն մարդը, որ 2018 թվականին եկել էր իշխանության, որ իբր պետք էր նախկիներին դատեր եւ չգիտեմ, պատճեր ինչ աներ, պարզվում է, որ նրանց մցրեց ազգային ժողով այդ նույն նախկիներին, որոնց այդքան դատապարտում էր։ Ու միասին այդ ազգային ժողովը ստեղծեցին ու հետո տարան մյուս պարտության, որը Արցախը ամբողջությամբ հայաթափելով։ Դա իհարկե 2020 թվականի նոյեմբերի 9-ի շարունակությունն էր։ Մենք փաստացի Արցախը կորցրինք այդ այն ժամանակ, երբ հայկական բանակը այլևս չէր ապահովում Արցախի ու Արցախի բնակչության անվտանգությունը։ Եվ նրանց նպատակը հենց դա էր եղել էր։ Ու հետաքրքիր է, որ նրանց սիմվոլիկան որ նայենք, այն ժամանակ Գերագույն դավաճանը մուրճ էր ցույց տալիս, ռուսոֆիլ օլիգարխը մանգաղը, մյուսներ պատիվ չունեններ օգտագործում էր նաև այդ աստղը, այսինքն միասին այդ սովետական խորհրդանիշներն են ու դա իմ կարծիքով պատահականություն չէ, որովհետև Կրեմլը, ինչպես նաև մեր մյուս թշնամիները շատ են սիրում օգտագործել նման սիմվոլիկա։ Դա իհարկե սպանեց մարդկանց մեջ այդ հույսը, հատկապես 2023 թվականի այդ մեծ ոճրագործությունից հետո, երբ Արցախը հայաթափվեց, էթնիկ զտման ենթարկվեց, ու անընդհատ դա փորձել են։ Հաջորդը եկավ այդ 24 թվականին այսպես կոչված սրբազան պայքարը, իրականում սրբապիղծ պայքար էր, եւս Կրեմլի կողմից ստեղծված, որպեսզի նորից մարդկանց մեջ մարի այդ զայրույթը, հուսահատեցնի եւ հիասթափեցնի։ Ու ամեն անգամ դա անելով նրանք մեր մեջ մարում են այդ պայքարի կրակը։ Մեր մեջ ուզում են կոտրեն այդ դիմադրության ոգին։ Սա է նրանց նպատակը, դրա համար են անընդհատ նման բաներ անում, անընդհատ կեղծ խոստումներ տալիս, անընդհատ ստեր տարածում, որպեսզի մարդկանց հուսախաբ անեն, հիասթափեցնեն եւ անտարբեր դարձնեն։ Ու մենք դրա արդյունքը ամենտեղ այսօր տեսնում ենք։ Բայց նաեւ տեսավ, որ իր ռուսոֆիլ օլիգարխի վարկանիշը իջնում է։ Հատկապես այդ 25 թվականի
հենց մի տարի առաջ 25 թվականին ստորագրած այդ կեղծ խաղաղության օրակարգը Ադրբեջանի եւ Ամերիկայի միջև Գերագույն դավաճանի վարկանիշը բարձրացավ դրանից հետո եւ նաեւ իջավ այդ ռուսոֆիլ օլիգարխի վարկանիշը։ Ու առասարակ արդեն մարդիկ տեսնում էին, որ կեղծ է այդ ընդդիմությունը։ Արդեն շատերը սկսեցին հասկանալ։ Հագուցե 21 թվականին տեսնում էին, որ հա կարող է ընդդիմություն լինել եւ այլն, բայց արդեն ինձ թվում է մեծ մասը ովքեր դրան հավատում էր, այլևս չէր հավատում 25 թվականին։ Ես անձամբ պատերազմից երբ վերադարձա, մասնակցում էի նրանց ցույցերին, այդ այսպես կոչված հայրենիքի փրկության շարժման ցույցերին մասնակցում էի, նոր էի վերադարձել առաջնագծից դեկտեմբերին մասնակցում էի մինչև գարնանը, մինչև ապրիլին, եւ արդեն երբ ընտրությունները սկսեցին, այդ կեղծ կրկեսային քարոզարշավները սկսեցին 21 թվականին, ես արդեն դադարեցի նրանց ինչ որ աջակցել։ Չէի աջակցում, ուղղակի մասնակցում էի ցույցերին, որպեսզի այս իշխող դավաճանական իշխանությունը հրաժարական տա, գոնե մենք այդ առումով ցույց տանք աշխարհին, որ մենք չենք ընդունում այդ դավաճանությունը։ Ես չէի վստահում սրանց հենց այն ժամանակվանից էլ։ Ուղղակի նրանց տեսնում եմ որպես չարյաց փոքրագույն, բայց դա իմ սխալն էր։ Ես ընդունում եմ այդ սխալը, բայց այդ ժամանակ հոսանքը դեռ չկար, ես դեռ շարժում չէի ստեղծել, ես դեռ փնտրտուքի մեջ էի, մի բան ման էի գալիս, ուզում էի տեսնել ում կարող ենք միանալ, ինչ կարող անենք եւ այլն, ես էլ այդ ամենի միջով անցել եմ։ Ես ձեզնից տարբեր չեմ այդ առումով, բայց արդեն հասկացա թե ինչ է կատարվում, նորից կրկես է առաջանում, նորից կրկես են ստեղծում այս ազգադավ իշխանության պատիժը պահանջելու փոխարեն եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պատրելու փոխարեն ուզում են նրա հետ ընտրությունների գնալ եւ օրինականացնեն այդ ամբողջ դավաճանությունը եւ իհարկե նոյեմբերի 9-ի տխրահռչակ պայմանագիրը, որը թարմացվեց այս օգոստոսի 8-ի պայմանագրով։ Ես դրա համար հետ ասել եմ բազմիցս, բայց այդ ժամանակ, որ այդ ամեն ինչը տեսա, արդեն հասկացա, որ այս ամբողջը սուտ է, բոլորը իրար հետ են ու նորից էլի փնտրտուքի մեջ էի, ամառը, բայց արդեն երբ այդ կեղծ ընտրությունները անցավ, ես արդեն հասկացա, որ չէ, ուրեմն պետք է չեմ անում։ Մի բան անկախ անեմ, որովհետև չէի տեսնում ոչ մի բան։ Տեսնում էի մեծ խոսացող մարդկանց, ովքեր ասում են, «Էս անենք, այն անենք, դավաճան գնդակահարենք եւ այլն», միայն մեծ դատարկ խոսում էին, տեսնում էի ոչ մի լրջություն չկա իրենց ասածների մեջ, որ նրանք պատրաստ չեն երկարատև պայքար մղել, իրենց կյանքը նվիրել այդ պայքարին, ես նման մի ուժ էի ման գալիս ու չէի գտնում այդ լրջությունը, դրա համար ես որոշեցի հենց 2021 թվականի դեկտեմբերին հոսանքը ստեղծել, որպես անհայտ հայրենադարձ եւ հասարակ շարքային զինվոր, որը ոչ մի կապ չունի այս փտած դավաճանական համակարգի հետ, այս նեոբոլշևիկյան ճայիճի հետ։ Ես ուզում եմ դրանից դուրս մաքուր մի ազգայնական շարժում ստեղծել։ Ու մինչև այսօր փորձում եմ այն զարգացնել, ավելի շատ երիտասարդների ներգրավել, ավելի շատ գաղափարները տարածել, մեր սեփական մեդիան ունենանք, որովհետև իհարկե այս դավաճանական մեդիան մեր մասին ոչ մի բան չի ասելու, ինչպես նաև չի ասի որևէ այլ ազգայնական քաղաքական շարժման մասին, եթե իհարկե գոյություն ունի Հայաստանում, ես անձամբ չեմ տեսել։ Ինչևէ, տեսնելով Կրեմլը, որ նրանց վարկանիշը իջնում է, հասկացա, որ պետք է նոր մեկին առաջ բրդի ասպարեզ ու ուղարկեց իր ավելի մեծ օլիգարխին, իր ավելի մեծ ռուսոֆիլ օլիգարխին ուղարկեց 2025 թվականին Հայաստան ու քաղաքական թատրոն բեմադրեցին, այս նույն նեոբոլշևիկյան մեդիան, որը 21 թվականին հույսասպան դաշինքին ներկայացնում էր որպես այլընտրանք, ամենաուժեղ ընդդիմությունը, պարզվեց ամենաուժեղ դաշնակիցն է, որը ապահովեց Գերագույն խրտվիլակի թիկունքը։ Բայց ուղարկեց այդ իր հաջորդին, քաղաքական այդ թատրոնը բեմադրեցին, նրան ձերբակալեցին, որպեսզի նա քաղաքական հեղինակություն ստանա, ու հետո ստեղծեցին այդ ուժեղ հույսասպան կուսակցությունը։ Հենց նրա ձերբակալությունից չեմ վերևի 6 ամիս հետո։ Ես այն ժամանակ ասել էի, որ սա է նպատակը, Կրեմլը սրան ուղարկում է, որպեսզի քաղաքական հեղինակությունը բարձրացնի այդ կեղծ ձերբակալությունով եւ այլն, եւ նրան առաջ բրդի
քաղաքական ասպարեզ, որպեսզի նա մասնակցի հաջորդ կեղծ ընտրություններին ու այդ խայտարակ քարոզարշավներին ու հենց այդպես էլ եղավ։ Ես այն ժամանակ էլ ասել էի, որ ամբողջ նպատակը դա է, հանգարց չխաբվեք, հանգարց չկարծեք սրանք եկել են, սրանք գահանկեց անեն։ Եթե Կրեմլը ուզենար Գերագույն խրտվիլակին գահանկեց անել, նա բազմաթիվ առիթներ ունեցել էր դա անելու։ Նրան իշխանության չէր բերի 18 թվին ու մինչև այսօր իշխանությանը չէր պահի։ Եթե նա այդքան վտանգ է Կրեմլի շահերին, հաստատ Կրեմլը նրան արդեն գահանկեց արած կլիներ, որովհետև անհնար է, եթե մի կայսրություն իշխում է քո վրա ու նման ատված ղեկավար է լինում, չի կարա այդ ղեկավարը մնա առանց այդ կայսրության աջակցության։ Դրա համար է նա շարունակում աթոռի մնա, որովհետև դեռ պետք է Կրեմլին։ Էլի մի նայեք այդ կեղծ հակառուսականությունը, իբր գնում է Եվրոմիություն, այդ ամեն ինչը Կրեմլի հերահար նպատակի մեջ մտնում է։ Նա Կրեմլին դա ձեռնտու է այս պահին, դրա համար է թույլ տալիս այդ ամենը։ Ու առասարակ Ռուսաստանը այտենց նենք արջի ծառայություն միշտ կատարել է մեր նկատմամբ։ Ինչևէ, առաջ բրթեց այդ իր մեծ ռուսոֆիլ օլիգարխին, ստեղծեցին ուժեղ հույսասպան կուսակցությունը ու այդպես հիմա մտան ազգային ժողով այդ երեքը միասին։ Այսինքն մեկը հերիք չէր, արդեն այդ պատիվ չունեմը իր բարկանիշը վաղուց էր կորցրել, նա բնակչության զգալի մեծամասնությունը կամ ճնշող մեծամասնությունը նրանց ընդհանրապես չի համակրում, դրա համար որոշեցին ավելի ամրապնդեն Գերագույն խրտվիլակի դիրքերը, նրան փոխարինեցին ուժեղ հույսասպան կուսակցությամբ, որպեսզի ավելի անվտանգ լինի քեմալական պատգամավորների իշխանությունը։ Հիմա այդ երկուսը կան, Կրեմլի երկու մեծ ռուսոֆիլ օլիգարխները ապահովում են նրա թիկունքը ազգային ժողովում, բայց խորհրդարանից դուրս, ինչպես ասացի այն անգամ, կա այդ քարագլուխը, որը պահում է երկրորդը, երրորդ գիծը եւ այլն։ Ու այս ամենը նորից բերեց մեծ հիասթափության, ու մենք սա պետք է հասկանանք, եթե մենք այս ճշմարտությունը հասկանանք, մենք հույսեր չենք փայփայի ու մենք չենք հիասթափվի ու անտարբեր չենք դառնա։ Բայց այդ ամեն ինչը գալիս է ճշմարտությունը հասկանալով, այս կեղծիքը մերժելով։ Ես դրա համար եմ անընդհատ այս ամեն ինչը ասում, անընդհատ գրառումներ անում, նկարներ տարածում, տեսանյութեր պատրաստում, ուզում եմ այս ճշմարտությունը հասանելի դարձնել մեր հայրենակիցներին, ովքեր զզվել են այս ամեն ինչից, ովքեր ատում են այս ամբողջ հակահայկական երևույթը։ Ուզում եմ նրանք հասկանան այս ճշմարտությունը, որպեսզի հաջորդ անգամ չգան ինձ ասեն անպայման մասնակցի ընտրություններին, գնանք սրան այս մի դավաճանին կամ այս մի դավաճանին ընտրենք։ Ուզում հիմիկվանից մենք այս ամեն ինչը ասենք, հասկանանք, որպեսզի այլևս երբեք նման սխալ չանենք, որովհետև ամեն նման սխալ անելով մենք վնասի տակ ենք դնում մեր պետականությունը, որովհետև անտարբեր ժողովուրդը չի կարող պայքարել իր իրավունքների, իր շահերի համար։ Անտարբեր ժողովուրդը անտարբեր է մնում, ջայլամի պես է ապրում ու իր մեջ մարում է այդ դիմադրության եւ պայքարելու կրակը։ Իսկ մեր նպատակը, մեր շարժման նպատակն է այդ նոր կայծ սկսենք, այդ նոր կայծը սկսենք եւ տարածենք, որպեսզի հրդեհի պես տարածվի մեր հայրենակիցների մեջ, հատկապես երիտասարդության մեջ, ովքեր ուղղություն են ուզում տեսնել, չէ՞, ասենք ես այն անգամ ասել եմ, ասենք պատկերացրեք 17-18 տարեկան երիտասարդ տղամարդը նոր է հասկանում ինչա կատարվում կամ քիչ թե շատ ուզում է հասկանա ինչա կատարվում, ում է լսելու, ինչը չի հասկանա, այնքան խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել ու դա դիտմամբ են անում, որովհետև այդ խառնաշփոթությունից առաջանում են այդ պատրանքը ու նաև այդ անտարբերությունը նորից սուտը առաջացնում է խառնաշփոթը նորից անտարբերություն եւ մարդիկ այլևս չեն ուզում ոչ մի բանի հետ գործ ունենալ, շատ են ինձ գրում, ասում են դե ես զզվել եմ քաղաքականությունից, այսպես այնպես զզվել են, որովհետեւ հիասթափվել են, որովհետեւ հուսահատվել են ու չեն ուզում նորից խաբվեն։ Այդ նմանա ոնց որ նման է նրան, որ մի աղջիկ այնքան ընկերներ է ունեցել,
չգիտեմ, 5-10 հատ ընկեր ունեցել կյանքում, ոչ մեկի մոտ չի ստացվել, անհաջող է եղել, այդ աղջկան ոչ մի տղամարդ չի կարողանա այդ աղջկա սիրտը շահի։ 11-րդ տղամարդը գա, այդ աղջիկը չի հավատա նրան։ Ինչքան էլ նա լավը լինի, ինչքան էլ լավ ազնիվ լինի եւ այլն, ինչքան էլ լուրջ վերաբերվի այդ աղջկա հետ, այդ աղջիկը մեկը միևնույնն է, չի վստահելու այդ տղամարդը։ Ինչ էլ է տղեն անի։ Նույնը էստեղ։ Մեզ դիտմամբ 35 տարի շարունակ այս ազգադավները, այս գործակալները հատուկ են դա արել, որպեսզի ինչ որ նոր մեկը երբ գա, ինչ որ ազնիվ մեկը գա, իսկապես նվիրված մեկը գա քաղաքական դաշտ, մարդիկ նրա հանդեպ վստահություն չունենան։ Բայց ես հավատում եմ, որ ինչքան է փորձեն դա անեն, ելի կլինեն մարդիկ, ովքեր դրանից այդ պայքարից չեն հրաժարվի, նրանք կշարունակեն ճշմարտությունը քարոզել ու փորձեն մեր հայրենակիցների վստահությունը վաստակել, որովհետև միայն դրանով մենք կկարողանանք ապագայում ազգային համախմբում առաջացնել, ազգային համախմբում ստեղծել։ Ճշմարտությունից է առաջանում այդ ամենը։ Ու հիմա նորից ասեմ, տեսնում եք, չէ ինչա կատարվում, էս էլի ազգային ժողովում իրար մեղադրում են, ինչ որ տարբեր հանցագործությունների մեջ եւ այլն, դե գիտեք այդ ամեն ինչը պետք չի ես կրկնեմ, նույն այդ կրկեսը շարունակում է, անկոչ հյուրերը պղծում են մեր պալատը, ինչպես Ոդիսևսի անկոչ հյուրերն էին պղծում նրա պալատը 20 տարի, ու նա եկավ դա տեսավ իր աչքերով, երբ տրոյական պատերազմից վերադարձավ, տեսավ, բայց նա համբերություն ունեցավ ու սպասեց ճիշտ պահին, անել այն ինչ պետք էր անել։ Բայց հասկացավ, որ այդ անկոչ հյուրերը իրավունք չունեն այդտեղ լինելու։ Ինչպես մեր երկում այս անկոչ հյուրերը ընդհանրապես իրավունք չունեն մեր ազգային ժողովում լինելու։ Խնդիրը այն չէ, որ թե ինչ են ասում կամ ինչ ապուշություն են ասում։ Խնդիրը այն է, որ նրանք ընդհանրապես այնտեղ չպետք է գտնվեին, բայց հատուկ այնտեղ են լինում, որովհետև այս համակարգը շարունակում է նրանց այդ աթոռներին նստեցնել, որպեսզի շարունակեն այդ հակահայկական քաղաքականությունը։ Նույնիսկ մի հատ դիժված կանոնը չեմ ուզում տամ, Ամերիկայում իբր ձերբակալվածա կամ իրոք ձերբակալվածա կապ չունի, նա շարունակում է քննադատել այս ռուսոֆիլ օլիգարխներին, նրանց որդիներին եւ այլն, ու ինչ որ ասում է, այդ առումով ճիշտ է ասում։ Ճիշտ բաներ ասում է, բայց ես հաճախ ասել եմ, որ մենք չպետք է միայն նայենք, թե մարդ ինչ է ասում, ավելի կարևոր է թե ինչ չի ասում, ինչի մասին է լռում։ Նա անընդհատ մարդկանց քննադատում է, ասում է, որտեղից էս հարստությունը սրան նրան դա իր կեղտոտ բերանով հայոյում է։ Դե գիտեք, ինչ սրիկայի մասին է խոսքը, բայց ոչ մեկը նրան այդ հարց չի տալիս, բա այդ ոնց եղավ, որ ինքը Ամերիկայում ձերբակալված լինելով կարողանում է ոչ միայն Հայաստանում կուսակցություն գրանցի, այլև մասնակցի այդ կեղծ ընտրություններին։ Ոնց է կարողանում այդքան էջեր ունենալ տարբեր սոցցանցերում, ակտիվ աշխատող, իրեն սատարող, իր նյութերը տարածող, ինչպես է կարողանում նա Հայաստանում գրասենյակ ունենալ ու ակտիվ պահել այն իր կուսակցության ներկայացուցիչներից մեկը այն ղեկավարելով, այդ ոնց է կարողանում դա անել։ Ամերիկայում ապրելով ու հիմա ձերբակալված լինելով, մեկը թող նրան այդ հարցը տա։ Կարողանում է անել, որովհետև բնականաբար մի գործակալական ցանց իր հետևում կանգնած է։ Այդ ամենը հենց դրա ապացույցն է։ Եթե շատ խորանանք, կտեսնենք նույն բանը մյուս կուսակցությունների հետևում են։ Այն քարագլուխը կամ մյուսները, քանի հատ կուսակցություն կային մասնակցում են, չգիտեմ, արդեն մոռացա, 17 հատ թե 18 հատ կուսակցություններ։ Առհասարակ բոլոր այդ կուսակցությունները թաթախված են այս նեոբոլշևիկյան ճահիճի մեջ, բոլորը աղտոտված են։ Մեր նպատակն է, 1000 անգամ ասել եմ, որ մենք պետք է այդ համակարգից դուրս ազգայնական շարժում ստեղծենք։ Մենք պետք է ճշմարտությունը քարոզենք, մենք պետք է այս ճիշտ բաները ասենք, արմատավորենք այս ամենը յուրաքանչյուր հայ մարդու գիտակցության մեջ, որպեսզի այլևս չխաբվեն այս ստերից, որպեսզի խառնաշփոթ չլինի, որպեսզի նրանք չհուսախաբվեն եւ անտարբեր չդառնան, որովհետեւ գալու է մեծ ճգնաժամը, քաոս է տիրելու մեր երկրում, այդ ժամանակ նրանք պետք է արդեն հասկացած լինեն ճշմարտությունը։ Իհարկե, մեծամասնության մասին չէ խոսքը։ Ես գիտեմ, այս պահին միայն չնչին փոքրամասնությունը
կդիտի ինձ եւ կլսի թե ինչ եմ ասում, բայց այս ամենը դուք էլ ասեք, դուք էլ տարածեք, դուք էլ մարդկանց հասկացրեք, որ այս ամբողջ համակարգը խնդիրն է, ոչ միայն իշխանությունը, ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, ոչ միայն նաև արտախորհրդարանական ընդդիմությունն են, բոլորը մի ամբողջ մեծ ցանց է։ Ես այս ամենը վստահաբար ասում եմ, որովհետև ես լավ ուսումնասիրել եմ, լավ հետևել եմ բոլորին, տեսել եմ ով ինչ է ասել, ով ում է աջակցել, օդից չեմ խոսում։ 2008 թվականից սկսած ես Ամերիկայում ապրելով հետևել եմ թե Հայաստանում ինչ է կատարվում։ 2008 թվականից ու ես չեմ մոռացել, այն ժամանակվանից մինչև այսօր չեմ մոռացել թե ով ինչ է ասել, ում հետ է եղել, ինչ կապեր է ունեցել եւ այլն։ Բայց մեր ժողովուրդը ցավոք սրտի հիշողության մեծ խնդիր ունի, դրա համար է կարողանում անընդհատ տենց խաբվել։ Բայց ես այս առումով փղի հիշողություն ունեմ։ Ու դա շատ կարևոր է, մենք չպետք է այդ ամենը մոռանանք։ Այդ ամեն ինչը պետք է հիշենք, որովհետեւ այդ ամենով մենք կարող ենք ապացուցել ու հիմնավորել մեր ասածները, որ այս համակարգի բոլոր, նորից ասեմ, կուսակցությունները հակահայկական են ու դավաճանական։ Եվ այդ պահը գալու է, ճգնաժամը երբ գա, մենք կտեսնենք, որ նրանք ցույց են տալու իրենց ապիկարությունը, ավելի բացահայտ է լինելու նրանց դավաճանությունը եւ այդ ժամանակ ճշմարտությունը կարողանա գլուխ բարձրացնի եւ ազգին առաջ տանի դեպի ավելի բարգավաճ պետություն, դեպի ավելի փառահեղ Հայաստան։ Մենք դրան հավատում ենք, մենք դրա համար պայքարում ենք։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցցե Հայաստանը։